Պարոն Ղազարյան, Տրդատ Սարգսյանի մասին ինչ դիտարկումներ ունեք, պատգամավոր դարձավ փաստացի հայտնի աղմկահարույց միջադեպից հետո, ԿՊ-ն մարզպետ էր դրանից առաջ, ԿՊ-ն վերցրեց իր թևի տակ, որ շենքի լիֆտի փողի հավաքողներ։ Այո, իր կարիերը, ինքը ծագումով է Վայոց-Ձորից, ինքը իրան շենքի լիֆտի փող հավաքողն է եղել ու դա եղել է մարզպետի պաշտոնի նախորդող պաշտոնը, այսինքն լիֆտի փող հավաքելուց անցել է մարզպետի պաշտոնը նրա կյանքում առաջի աշխատանքն է, ոչ թե պաշտոնը, աշխատանք, որ ամեն մարդ սկսում է աշխատել, չէ՞, Տրդատ Սարգսյանի առաջի աշխատանք եղել է Վայոց-Ձորի մարզպետ, հետո եղել է այդ խայտառակ միջադեպը, որից հետո նա հրաժարական տվեց ու նշանակվեց քաղաքացիական պայմանագիր կուսակցության աշխատակազմի ղեկավար, հետո ընտրվեց ազգային ժողովի պատգամավոր, կոնկրետ կիլոգրամով չեմ կարող ասեմ ինչ փոփոխություններ ա եղել իր կյանքում, որովհետև դա որոշակիորեն նաև տեսանելի է, բայց ինտելեկտուալ առումով որևէ առաջընթաց ես չեմ նկատել, բայց կուզենայի օրինակ իր հետ էլ հանդիպել, հասկանալ իր մոտեցումները անվստահության գործընթացի հետ կապված։ Բայց մարդը եթե այդպիսի կարիերային աճ է ունեցել, ինչպես դուք եք նշում, լիֆտի փող հավաքողից դարձել է պատգամավոր, ինչու պիտի անվստահություն հայտնի իր քաղաքական հորը առաջնորդին։ Որովհետև իր քաղաքական առաջնորդի կենսագրությունը ավելի վատն է, քան Իրանը։ Որովհետև իր քաղաքական առաջնորդը նաև պետական դավաճանության, պաշտոնական դիրքի իշխանության յուրացման, այլ ենթադրել հանցանքներ է իրականացրել, որին ակամայից ներքաշել է նաև Տրդատ Սարգսյանին։ Հետևաբար ես կարծում եմ, որ Տրդատ Սարգսյանը պետք է որ նրան մասնակցի նրան իշխանությունից հեռացնելու գործընթացին։ Դժվար է ասել, շատ դրական են ձեր սպասումները, կանխատեսումները իրանց ապագայի հետ կապված, ես ճիշտ ասած այդ լավատեսությունը չեմ կիսում։ Եվ մեկ արդեն նախ ոչ մեկ էլ չի տա փող, ասենք, ուղղակի բնակիչները չեն տա, եթե նույնիսկ ինքը ստանում։